Ազգային մշակույթի ու պատմության շունչը թանգարանի մուտքի դռնից էր։ Հնագույն սանդերը, զարդաքանդակները, Թումանյանի Անուշի ջրով լիգուժը մայրուղով անցնողների ուշադրությունն են գրավում։ Թանգարանային միջավայրը Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի հնագիտական տարածքում է, չափազանց մոտ է Կիկլոպյան ամրոցներին։ Այս վայրում վաղուց ավերակ թողած շինություն է եղել, որը հոռոմցի Դավթյան ամուսինները նորոգել են, բարեկարգել, վերածել են ազգագրության թանգարանի, բայց նմուշների հավաքագրման պատմությունն ավելի հին է, քան այս շենքի կառուցումը։ Տեղեկացումը եկավ դեռևս 16 թվականից, երբ մեր հավաքածուն արդեն հասել էր իր գագաթնակետին եւ էլ տեղ չունեինք դնելու ու չուզենալով, որ միայն մի քանի սահմանափակ մարդկանց համար ծառայի, որոշեցինք հիմնել հանրային ծառայություն թանգարան։ Անհատական հավաքածուն 14 տարվա պատմություն ունի։ Նարեկ Դավթյանի ձեռք բերած գնաց հնագույն նմուշների մասին պատմել ենք այն ժամանակ, երբ բոլոր նմուշները պահում էր հայրական տանը։ Անհատի ջանքերով այժմ Հոռոմի ազգագրական թանգարանի վերածված մշակութային կառույցը նայողին տեղափոխում է 18-ից 20-րդ դարեր։ Ինքը ձևավորված է վանանախշերով, սրանք վանանախշեր են։ Մեջտեղի պատկերը ներկայացնում է թագավորը, թագուհին եւ սպարապետը, էլի հայկական թեմայի մեջ։ Ներքևում որոշեցինք մեր երեխաների անունները գրել՝ Կասիա, Եսթեր, Իսրայել, Լիա, մեր 4 երեխաների անուններն են։ Հիմա մոտ գործենք մեր թանգարան։ Թանգարանում ունենք բազմապիսի նմուշներ, չափից շատ բազմազան են նրանք, մեր կենցաղը ներկայացնող, որոնք օգտագործվել են 18-ից 20-րդ դարերում։ Հայկական կենցաղում կիրառած գրեթե ամեն ինչ կգտնես։ Պղնձյա ու երկաթյա սպասքի հարյուրավոր պարագաներ, խոհանոցային տարբեր նշանակության իրեր, խիտ, բայց համաչափ դասավորված են կողք կողքի։ Հայի կենցաղի ու մշակույթի մասին արժեքավոր նմուշները Դավթյանները տարիներով են հավաքել։ Դրանց մեծ մասը գնել ու Հայաստան են տեղափոխել տարբեր երկրներից։ Տեսեք, այս հզոր հավաքածուն հնարավոր չէ մի ռեգիոնից, մի շրջանից, տարբեր տեղեր կան, ընկերություններ, հարազատություններ, իրանց միջոցով փրկում ենք մեր հայկական հոգևոր արժեքները։ Նմուշները ձեռք է բերվել տարբեր երկրներից, Արցախից, Վրաստանից, Ֆրանսիայից, ունենք արծաթեզարտեր, որոնք Ֆրանսիայից ենք գնում մինչև հիմա։ Հայաստանի տարբեր գյուղերից բերված հին հավաքածուն լրացնում են նաև գյուղատնտեսական գործիքները, կահույքը, պահարաններն ու զենքերը։ Հին արծաթյա զարդերը, որոնք որպես ավանդական մշակույթի տարր ժամանակին արտահայտել են գրողի աշխարհայացքը, ընտանեկան կամ սոցիալական կարգավիճակը։ Զարդը նաև խորհրդանշել է նրանց սոցիալական վիճակը, բնութագրել է իրենց կարողությունը, այսինքն, որ ավելի հարուստ էր կրում էր ոսկե գոտի, որ միջին խավը ներկայացնող իշխանական կազմը կրում էր արծաթից գոտի, իսկ ցածր խավը արդեն զուրկ էր զարդերից, որովհետև իրենք այդքան հնարավորություն չեն ունեցել։ Մեր ազգագրությունն է, մեր հոգևոր արժեքներն են, մեր ապուպապի թողած ժառանգություններն է։ Որոշեցինք փրկենք, ետ գցենք, պահպանենք, սերունդների համար ինչ-որ բան թողանք։ Ինքը հետաքրքիր գաղափար է։ Դավթյան ամուսինները թեև սիրողական մակարդակով, բայց երկար են ուսումնասիրել դարաշրջանին բնորոշ նմուշների պատմությունը։ Հայկական տարազների ամեն մի դետալը բնօրինակ է։ Տարազը հին է, 1800-ականների ախցղայի տարազ է։ Սա օրիգինալ դետալներով, չարուխներով, ուղղակի մանեկենի վրա, որ ամբողջական երևա է ինքը։ Սա ոսկեսոս թելերով, բան, ասեղնագործ գոտիով, հայկական եկեղեցիներով, հետաքրքիր տարազ է ինքը ամբողջական։ Գյուղի ազգագրական թանգարանում մոտ 1200 նմուշ են պահպանում ու ցուցադրում։ Նոր իրերով, գտածոներով համալրելու առաքելությունն էլ անդադար է։ Գյումրի-Երևան ավտոմայրուղու երևացող տեսանելի հատվածում գտնվող թանգարանը, որը գրավիչ է արդեն դրսից, բազմաթիվ այցելուների է ընդունում։ Այստեղ ուշադրությանն արժանին ոչ միայն հագեցած հավաքածուն է, նաև Դավթյանների նվիրվածությունը ազգային արժեքներին, որի արդյունքում անհատական ջանքերը դառնում են գյուղական զբոսաշրջությանը նպաստող մեծ գործ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։